Այս ավտոմատացված քաոսի մասին խոսեցի, իրականում այսպես մի հասկացողություն կա մահացու եռանկյունի թվային փոխակերպման, բացի ավտոմատացված քաոսից, քաոսի ավտոմատացումը ցախ ներքևի անկյունում, եւս երկու մեծ խնդիր կա, որոնք որ բերում են ուրեմն թվային փոխակերպման պրոյեկտի մեռնելու, դրա համար մահացու եռանկյունի։ Մեկը ուրեմն գործիքը առաջի տեղում դնելու սովորությունն է, մյուսը մարդկանց անտեսումը։ Հիմա ստեղ եկեք ավելի մանրամասն խոսեմ ամեն մի սխալը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ հետևանք է բերում բիզնեսին։ Առաջինը գործիքը նպատակից առաջ։ Ինչ նկատի ունենք, երբ մենք ոչ թե ընտրում ենք գործիք ելնելով այն նպատակից եւ այն բիզնեսի սպეციფიკայից, որ ունենք, այլ ընտրում ենք գործիք, որովհետև ենթադրենք գիտենք, որ այդ գործիքը լավն է, արդյունավետ է, մեր գործընկերոջ մոտ աշխատել է կամ մեզ խորհուրդ են տվել, ու փորձում ենք դա մենք հարմարվենք այդ գործիքին կամ այդ գործիքը փորձում ենք հարմարացնենք մեր բիզնեսին։ Այստեղ սա շատ վտանգավոր բան է, հա, ծուղակ է, որովհետև շատ բիզնեսներ ինքնին սրա մեջ։ Ես անձամբ տեսել եմ շատ բիզնեսներ, որոնք որ ենթադրենք լսած լինելով, որ CRM-ը լավ բան է, CRM-ը օգնում է վաճառքներ ավելացնելու, լսած լինելով, որ պայմանական Bittrex-ը լավ CRM է, վերցնում են Bittrex-ը, ներդրում են իրենց ընկերությունում ու հետո փորձում են հասկանալ, թե այդ ներդրված Bittrex-ով իրենք ոնց պիտի աշխատեն։ Արդյունքում ունենում ենք հետևյալ պատկերը. ծրագիրը դրված է, բայց մարդիկ աշխատում են իրենց ձևով։ Մասնավորապես Bittrex-ը ունենք, CRM-ը ունենք, բայց թիմը աշխատում է իր հին Excel-ով կամ իր, չգիտեմ, թուղթուգրիչով իր բլոկնոտի մեջ նշումները անելու։ Սա ինչ է բերում, իհարկե սա բերում է լիցենզիաների վրա ծախսված անիմաստ գումարի կամ ներդրման անիմաստ գումարի ու բնական է, որ այստեղ ROI-ն, return on investment-ը 0-ական է կամ նույնիսկ բացասական, հա։ Մի հատ sense տերմին կա անգլերենում, դե անգլերենում ծրագիրը software, հա, software տերմինն է նշանակում ծրագիր, այն ծրագիրը, որը որ առնում ու դնում ես ու չես օգտագործում, կամ այլ կերպ ասած առնում դնում ես դարակումդ, դառնում է մենք սիրում ենք ասել բան, հա, կահույքի մաս է դառնում, դրա համար ամերիկացիները ունեն լավ տերմին, ասում են shelfware, այսինքն ծրագիր, որը որ բանում է, դարակում է դրված։ Այս թվային փոխակերպման այս մեծ խնդիրներից մեկը, մեծ սխալներից մեկը, մյուսը քաոսի ավտոմատացումն է, սրա մասին արդեն խոսացի, երբ առանց process-ները օպտիմիզացնելու, առանց process-ները հստակեցնելու, փորձում ենք թվայնացնել ինչ-որ խառը եւ ոչ բոլորին հասկանալի process-ներ, մենք ստեղ ստանում ենք արագացված քաոս։ Մի օրինակ եմ բերել, օրինակ, եթե նախկինում սխալը կատարվում էր մի ժամում, ապա AI-ը այդ նույն սխալը կարող է կատարել մի վայրկյանում ու կարող է կատարել մասսայաբար։ Օրինակ, եթե վաճառքի մենեջերը սխալ մեյլ է կարող է ուղարկել մի մարդու, ապա AI-ը այդ սխալ մեյլը կարող է ուղարկել միանգամից ամբողջ հաճախորդների բազային։ Այստեղ հայտնի SMS-ի մասին կարելի է հիշել, քիչալ մարդու մասին վստահ եմ լսել եք, երբ որ մենք ինչ-որ բան թվայնացնում եւ ավտոմատացնում ենք, առանց process-ները բանանելու, համակարգելու, ապա նման խնդիրների վտանգի առաջ ենք կանգնում։ Եվ ուրեմն հաճախորդների կորուստ ենք ունենում բնականաբար, հա, սխալ հաշիվներ, կորած պատվերներ, վնասված հեղինակություն եւ այլն, այս իրականում խնդիրների կամ բիզնեսի կորուստի օրինակներ են, այլ կորուստներ էլ կարող են լինել այս սխալը անելու պատճառով։ Երրորդ ամենամեծ, ամենակարևոր սխալը, որ անում ենք փոխակերպման ժամանակ, դա մարդկանց անտեսումն է։ Այս երևի թե sense բարձունակ բան կթվա, բայց իրականում շատ բիզնեսներ հենց այդտեղ են սխալվում եւ փորձում են որևէ նոր ուրեմն գործիքի, որևէ նոր աշխատանքային մեթոդի ներդրումը անել վերևից ներքև, այսինքն
հետևյալ մոտեցմամբ, հա, այս գործիքը պետք է աշխատեք սենց, բաղմանից սենց աշխատեք։ Առանց թիմին պատրաստելու, առանց թիմին բացատրելու ինչի համար է, առանց հետևելու, որ թիմը իրոք հասկանա, վերցնի, գալի, սովորի եւ այլն, առանց աշխատելու թիմի դժգոհությունների, դիմադրությունների հետ եւ այլն։ Այստեղ մեծ աշխատանք կա ու երբ որ դու թվային փոխակերպման նախագծի մեջ ես մտնում ու մարդկանց հետ աշխատանքը անտեսում ես, նույնիսկ եթե տեխնիկապես իդեալական անթերի գործ անես, դու հանդիպում ես թիմային սաբոտաժ կոչվող երևույթի։ Թիմային սաբոտաժը իրականում մի քանի փուլ ունի, այդ փուլերի մասին այսօր առանձին սլայդ չունեմ, բայց շատ հետաքրքիր է բան անել, հա, այդ տարբեր փուլերը հասկանալ, հեսա դրանց մասին խոսեմ։ Թիմային սաբոտաժը այն է, երբ աշխատակիցները դիտավորյալ չեն մուտքագրում օրինակ տվյալները, կամ դիտավորյալ բան են անում, թերի լրացումներ են անում ծրագրում, արհեստական խնդիրներ են ստեղծում ծրագրով չաշխատելու դեպքում եւ այլն։ Այստեղ որպես օրինակ գրել եմ վախենալով, որ AI կփոխարինի իրենց, սա ընդհանրապես մի օրինակ է, տարբեր դեպքերում, տարբեր պատճառներով կարող են սա անել, այդ թվում ուղղակի չհասկանալով, թե ուր ենք գնում, ինչ նպատակով ենք անում, ինչ անում ենք եւ այլն։ Ես մի երկու օրինակ պատմեմ այս թիմային սաբոտաժից ու հետո մակարդակների մասին էլ կասեմ։ Ուրեմն մի ընկերությունում ներդրում էինք ծրագրերին ապահովում, կառավարչական կառավարման ծրագրերին ապահովում ու ծրագիրը անընդհատ խնդիր էր ունենում, անընդհատ ինչ որ անհասկանալի պատճառներով կանգնում էր, չէր աշխատում եւ այլն, ու ինչ բարձեցինք, մանրամասնորեն չպատմեմ, թե ոնց բարձեցինք, բայց բարձեցինք, որ ֆիզիկապես ուրեմն ինտերնետի լարը կտրում էին, որպեսզի ծրագիրը ինտերնետից անջատվի ու բնականաբար չաշխատի։ Ֆիզիկապես լարը կտրում էին։ Այդ ոնց որ թիմային չէր, բայց շատ կոպիտ, շատ sense բան վայրի սաբոտաժի օրինակ է, որին հանդիպել եմ։ Իսկ թիմի դիմադրությունը ընդհանրապես ցանկացած փոփոխության ժամանակ միշտ ունենում ես թիմի դիմադրություն ու ինքը տարբեր փուլերով է գալիս։ Առաջին փուլը այն է, որ թիմն ասում է չի աշխատի։ Այս մեր մոտ չի աշխատի։ Մեր մոտ process-ները տենց չի։ Մեր մոտ մի քիչ, գիտեք, մեր բիզնեսը մի քիչ յուրահատուկ։ Մեր կլիենտները սրան չեն հարմարվի։ Մենք չենք կարող սենց աշխատենք։ Սենց բաներ հաստատ լսել եք, դուք էլ երևի շատ անգամ ասել եք։ Ու սա դիմադրության առաջին ալիքն է, երբ փորձում են համոզել, բացատրել կամ բան անել, հա, ինչ որ հիմնավորումներ բերել, թե ինչի սա մեր մոտ չի աշխատի։ Դրանից հետո, երբ այդ առաջին ուղիղ դիմադրությունը հաղթահարում ենք, մյուս փուլը հետևյալն է, երբ թիմը ասում է լավ, փորձենք, ու հետո ասում են, հեսա տես փորձեցինք չաշխատեց, տես այս գրանցումը արեցի չաշխատեց, կամ գիտեք ինչ, փորձում եմ, հա, գրանցումներն անում եմ, ես CRM-ի օրինակով բերեմ, հա, գրանցումներն անում եմ, բայց դա ինձնից ավելի շատ ժամանակ է խլում, ես գործս չեմ հասցնում։ Այսինքն, պրինցիպե գործիքը օգտագործում ենք, բայց ասում ենք, որ այս գործիքը մեզ հարմար չի, տեսեք, որ ճիշտ ենք ասում, մենք սրանով չենք կարողանում աշխատենք, X խնդիրն ենք ունենում, Y-ը եւ այլն եւ այլն։ Ու երրորդ մակարդակը կա դիմադրության, երբ թիմը թվում է թե համակերպվեց, հարմարվեց, սկսեց աշխատել, բայց իրականում անցնում են պատպոլն անցնում են հին մեթոդներով աշխատանքին, Excel-ին, թղթով աշխատանքին եւ այլն ու արդյունքում ստանում ենք հետեւյալը, մենք ունենում ենք ընկերությունում երկու process, ստի վրա գծված process-ը եւ իրականում ընթացող process-ը։ Սենց բանել կա, կառուցվածքի մեջ էլ սենց երևույթ կա, երբ մենք ունենում ենք թղթի վրա նկարված ընկերության կազմակերպական կառուցվածք եւ ունենում ենք իրական կառուցվածք, ու հաճախ այն ֆունկցիաները, որոնք որ թղթի վրա գրվածի համաձայն պատկանում են X մարդուն, իրականում դրանցով զբաղվում է Y մարդը։ Պրոցեսներում էլ նման խնդիր ենք ունենում, որ մենք գիտենք, թե այսինչ աշխատանքը արվում է մեր ծրագրերին ապահովման կամ AI-ի կողմից, բայց իրականում դրանից անկախ մեր աշխատակիցները իրենց հին ձևերով շարունակում են աշխատել։
Ենթադրենք մենք գիտենք, թե AI-ը ավտոմատ մեյլ է ուղարկում մեր բոլոր գործընկերներին, այնինչ պարզվում է, որ մեր սիրելի վաճառքի թիմը WhatsApp-ով ամեն մեկին առանձին ձեռքով գրում է։ Տենց խնդիրներ լինում են, ինչը բերում է իհարկե նախագծի տապալմանը, ներքին դիմադրություն, ուրեմն կադրերը սկսում են դուրս գալ շատ անգամ այս իրավիճակում ու արդյունքում նախագիծը եթե չտապալվել, ապա իրականում է շատ թերի կիսատ։ Այս sense վախենալու բաների մասին